Լոջիկ կարող է հնչի հարցս, բայց եթե Անդրանիկ Մարգարյանը լիներ այսօրվա Հայաստանում։ Կամ մեր նման կտառապեր, կամ սիրտը էլի չէր դիմանա, կամ էլ իր անկերների հետ կհամախմբեր եւ Նիկոլին կճանապարհեինք։ Այդ երեք տարբերակ։ Պարոն Շարմազան, Եվ ես նույնը կարող եմ ասել եւ Վազգենի Պահով Սարգսյան եւ մեր մնացած երևելիների։ Նիկոլ կլիներ։ Ես եթիներով հարցերին չեմ ուզում պատասխանեմ։ Պարոն Շարմազան, Հենց չի որ պակաս քիչ մարդիկ կան, Արցախյան առաջի վարչապետը կա, առաջի նախագահը կա, երկրորդ նախագահը կա, երրորդ նախագահը կա, բայց դժբախտաբար Նիկոլի կառավարությունն էլ կա։ Ներքաղաքական խնդիրներին անդրադառնանք, երեք Հայաստան խմբակցությունը առավոտյան մեկ այլ հարց բարձրաձայնել։ Բայց մերոնք չեն խոսել դրա մասին։ Ձեր կարծիքները հետաքրքիր, ինչ եք կարծում։ Իմ կարծիքը մերոնց կարծիքից չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ ես հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած դրանք իմ համար տրենդ չեն, դրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն են, բայց ավետարանում ասում է այոն պետք է այո լի, ոչը ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ, չէ՞։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, Մամիջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տա։ դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ 5000 դոլար փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Եվ տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ էլի։